Դու գիտես մեզ իշքան է մնաց այդ ուներ տլում։ Հեսա գնում եք էլի։ Ճիշտ է, հեսա հետում ենք։ Պրոստավ կուզեմ բանամ կա էլի իմանամ նորեր տա։ Ասեք ինչա պետք աղջկա։ Աբջան, դու մեզ իսա, այլ ուրիշ մարդ չկա ստեղ։ Ես եմ Մակարն է, դու ես կակրած, ես ու Մակարն է, երթեցող ենք էլի, դու մեզ իսա, մենք հեշ մարդու չենք սե։ Հա, աղջկա ինչա է։ Հմբա, կսեմ կարողա մինչև բանակ կարա մալի տեղը քեզից ելել, որ գնացին այնտեղ քեզի խելերի տեղ կտնես, ու ծառայությունը հանգիստ կանցնի, հեշ մարդ խաթրի չի կպնի, ինչ ուզենաս, ինչ ուզենաս կենես։ Է, կսեմ կնատես բանը եղել։ Սա պաստորեն եղել է, հա։ Ես ասում էի, չէ։ Ես ասում էի, չէ, որ էսի աննորմալ չի։ Դու աննորմալ չես, հմբլո ջան։ Հա, էլի որ։ Արա դե ասա, հմբլո ջան։ Ասա, որ ձև ես բռնե։ Քեզ բան չենք անի, խոստանում եմ, բան չենք անի։ Մենակ մեջներս մոտ չմնա, հանգիստ խղճով հետակ տուն։ Չէ, ես ինձ ձեմ չեմ տալի, ես ինձ ոնց կա տենց էլ ցույց եմ տալի։ Եվ նոր արծրեցի տեղեկը սելեմ կերտած խելերի տեղ կտնես քեզ ինչի շփտացիր։ Է որտեղ տենց բան ասել է։ Էն մեկն էլ ասեց, այնի աննորմալ ասեց, էլի ոնց իրան էլ խելարի տեղ տնի, ես էլ տվի ջանը ջարդի։ Հա բարգյանի քեզի ուրիշ բան խնդրեմ։ Կնաս պես որ այս քանի օրը հեշ բան չենես։ Գյանի, ցեք հեշ բան չենես հանգիստ մեկ երտանք մեր տներով էլի։ Ես արդեն վախենամ, արդեն գիտեմ թե իմ կյանքից մեջ է զորացել է միջերը։ Խոս տալիս ես համբարձում։ Հա, աղջկա ինչա է։ Դե վсё ախպեր ջան, այսօր գիշերը հանգիստ կքնիս, հեշ մարդու բանաս չես տա վсё։ Հա, բայց ոնց կնեմ որ արտահերտ վերակարգում եմ։ Այ մամա ջան։ Հեսա չքանանք էլի։